1973 թվականին Երևանում տեղի ունենում մի իրադարձություն, որը կապված է բոլորիս պատուհանից երևացող Արարատ լեռան հետ։ Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ձեր Էդվարդ Սարգսյանն է իր Stories from Ward content-ով։ Իսկ այսօրվա իմ պատմությունը կհետաքրքրի բոլորին, թե կանանց եւ թե առավել եւս տղամարդկանց, որովհետեւ խոսքը 73 թվականին մեր Արարատի ֆուտբոլիստների տարած հաղթանակի մասին է։ Թիմը ձևավորվել է 1935 թվականին եւ մինչեւ 1963 թվականը ունեցել է Դինամո Սպարտակ անունները։ 63 թվականից նա վերցնում է Արարատ անվանումը, որով մենք ճանաչում ենք մինչ օրս։ 71-ին բացվում է Հրազդան մարզադաշտը, որը նույնպես վերելքային է դառնում թիմի համար։ Ֆուտբոլիստները իրենց դաշտում խաղում են ավելի վստահ եւ ցուցաբերում չափազանց գեղեցիկ խաղեր։ Ու այստեղից սկսվում է մեր հայկական թիմի վերելքը։ Հենց այդ նույն թվին թիմը դառնում է ԽՍՀՄ արծաթե մեդալակիր եւ հաջորդ տարի թիմին միանում է Նիկիտա Սիմոնյանը։ Բոլոր ժամանակների լեգենդար ֆուտբոլիստ, ռմբարկու, ճանաչված մարզիչ ու հիմք է դրվում 73-ի հաղթանակին։ Ոսկե դուբլ ԽՍՀՄ գավաթի հաղթող եւ երկրի չեմպիոն։ Այս հաղթանակին քչերն են արժանացել են ընդամենը 5 ակումբ, որոնց թվում են Սպարտակն ու Դինամոն։ Ու 73 թիվը ընդմիշտ մնում է հայկական պատմության մեջ որպես ֆուտբոլային ժամանակաշրջանի երջանիկ տարի։ Ինչպես է առաջացել ֆուտբոլը։ Ինչպես գիտենք, ֆուտբոլը խմբային խաղ է, այն խաղում են ոտքերով, կարող են նաև մարմնի այլ մասերով, բացի ձեռքերից, իսկ նպատակը գնդակը դիմացինի դարպասների խփելն է։ Շատ հին ծագում ունի ֆուտբոլը, գնում են արմատները Չինաստան, Սպարտա, Հունաստան, իսկ 14-րդ դարում խաղը կալչա անվանումով հայտնվում է Իտալիայում։ Սա ֆուտբոլի նախահայրն է։ Այնուհետև այն ներթափանցում է բրիտանական կղզիներ, որտեղ որ սիրում էին խաղալ քոլեջների ուսանողները։ 1862 թվականին մի քանի քոլեջներ հավաքվում են խաղալու ֆուտբոլ ու անհրաժեշտություն է առաջանում համամասնական, միասնական խաղի կանոններ հորինել։ Խաղացողների թիվ, մարզադաշտի չափսեր, դարպասի ձև եւ այլն։ Հիմնվում է առաջին ֆուտբոլային ակումբը Շեֆիլդը։ 1930 թվականին Ուրուգվայում տեղի ունենում առաջնություն, աշխարհի առաջնություն, որը հետագայում պիտի 4 տարի մեկ կրկնվեր մինչ օրս, որը ֆուտբոլի մեջ ամենահարգված մրցաշարերից է։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ 73 թիվ, հոկտեմբերի 10, 70,000-անոց մարզադաշտ, ու այդ 70,000 մարդն ու Հայաստանի ամբողջ բնակչությունը եկել էին մարզադաշտ ոչ այնքան խաղը նայելու, ինչքան հաղթանակը տոնելու։ Տրիբունաներից հնչում էր երգի, երաժշտության ձայն, զուռնա, դհոլ, դուդուկ։ Տրիբունաներում տարած հագած երիտասարդներ էին, ինչպես պետական համույթների, այնպես սիրողական համույթների, եւ տղաներն ու աղջիկները եկել էին ականատես լինելու իրենց թիմի հաղթանակին։ Բայց խաղը չէր էլ սկսվել։ Պատկերացրեք, ինչ էր պահանջվում ֆուտբոլիստներից, երբ նրանցից բոլորը սպասում էին միայն հաղթանակ, սպասում էին չեմպիոնի կոչում։ Ու այստեղ արդեն որոշվում էր ամեն ինչ ոչ թե կիլոմետրերով կամ մետրերով, այլ տարիների աշխատանքով, ֆուտբոլիստների կամքով ու ուժով։ 89-րդ րոպեին մինչ այդ պարտվում էինք, 1-0 հաշվով պարտվում էինք։ 89-րդ րոպեին Իշտոյանը խփում է իր լեգենդար գնդակը, հաշիվը հավասարվում է։ Պատկերացրեք, ինչ էր կատարվում մարզադաշտում, Հայաստանում, ամբողջ մի երկիր ցնծում է, բայց դեռ հաղթանակը անորոշ է, որոշված չէ։
Իսկ այդ պահին հաղթողը պիտի որոշվեր կամ լրացուցիչ րոպեներին կամ հաջորդ օրը։ Ինչպես Նիկիտա Սիմոնյանն է պատմում, Դինամոյի ֆուտբոլիստները շատ ուժեղ էին եւ նրանք պատրաստ էին օրերով վազել։ Հայաստանի համար ավելի շահեկան էր, որպեսզի խաղը հենց այդ օրը ավարտվեր։ Այդպես էլ եղավ։ Նշանակվեց լրացուցիչ րոպեներ նշանակվեցին, թիմը մտավ խաղադաշտ վստահ համոզմունքով, որ ինքը ձեռք է բերելու նվաճումը, եւ Իշտոյանը խփեց իր երկրորդ գնդակը, ազդարարելով խաղի ավարտն ու փառահեղ հաղթանակը։ Այդ տարի Արարատը դարձավ ԽՍՀՄ գավաթի հաղթող ու երկրի չեմպիոն։ Հայաստանում նշում էին հաղթանակը, մինչ օրս երջանկությամբ հիշում ենք այդ օրերը, հպարտությամբ հիշում ենք այդ օրերը, հայերը նշում էին հաղթանակը իրենց հատուկ երկու պարով, խորովածով, եւ չեմ կարող այստեղ չհիշատակել հորս պատմած լեգենդար ֆուտբոլային պատի մասին, որը գտնվում էր Երևան Էջմիածին ճանապարհին, թայրով գյուղի հարևանությամբ կար մի պատ։ Պատմում են, որ պատի վրա ԽՍՀՄ առաջնությունից առաջ տղաներից մեկը գրել էր մի հաշիվ, 5-0 հաշիվը, Հօգուտ Արարատի, ԽՍՀՄ առաջնության առաջին խաղի ժամանակ։ Ու պատկերացրեք, անհնար այսպիսի հաշիվ իրականություն էր դառնում։ Սա այնքան դուր էր եկել տղաներին, որ նրանք ընկերներով հաջորդ օրը գրել էին, հաջորդ խաղին գրել էին 4-0 հաշիվ, էլի անհավանական, ու որը էլի իրականացավ։ Իսկ պատը դարձավ մարգարեական։ Ու մոլի ֆուտբոլիստները ամեն անգամ հավաքվում էին այդ պատի մոտ եւ սպասում հաղթանակին արդեն որպես երկրպագուներ, իրեն ձեռքի տակ եղած ներկերով գրելով հաշիվը։ Գրվում էր արձանագրություն, նկարվում էր պատը ծուռումուռ, տարատեսակ գույներով, մինչև վերջին երկրի խաղի առաջնության վերջին խաղի այդ օրը, որտեղ արդեն հրավիրվել էին նկարիչներ, միգուցե ինքնուս, բայց նկարիչներ, որոնք պատի վրա նկարել էին երկրի գավաթը, բոլոր մանրուքներով, որը պիտի հաջողություն բերեր Արարատին, եւ ժամանակի ֆուտբոլասերները պատմում են, որ շատ հաջող էր ստացվել Դեսպասիր մուլտիկի այդ մուլտֆիլմի հատվածը, որտեղ որ նապաստակ Արարատն էր, իսկ գայլը Դինամոն։ Խաղի օրը պատի մոտ գցվել էին սեղաններ, տեղի ունենում մեծ իրադարձություն, բոլորը հավաքված սպասում էին ֆուտբոլիստներին։ Խաղից հետո ֆուտբոլիստները գալիս են պատի մոտ, տղաները ցույց են տալիս իրենց մարգարեական պատը, իրենց առաքելությունը, իրենց այդ ամբողջ ընթացքը խաղերին հետևելու, իսկ պատը այդ օրվանից ձեռք է բերում օրինական ու պաշտոնական իմաստ։ Նիկիտա Սիմոնյանին հաջողվեց հավաքել ֆուտբոլիստներին, տեսնել նրանց հաղթական ոգին, դասավորել նրանց խաղադաշտում ճիշտ այնպես, որպեսզի կարողանան ցույց տան իրենց լավագույն կողմերը եւ դրանով կարողանան դառնալ հաղթող։ Ու ձևավորված աստղային թիմը իդեմս Ալյոշա Աբրահամյանի, Հովանես Զանազանյանի, Արկադի Անդրեասյանի, Նիկոլայ Կովալենկոյի, Լևոն Իշտոյանի, Սերգեյ Բոնդարենկոյի, Էդուարդ Մարկարովի, Նիկոլայ Ղազարյանի 1973 թվականի հոկտեմբերի 10-ին ցույց տվեց փայլուն խաղ։ Իսկ երբ Նիկիտա Սիմոնյանին հարցրեցին մի անգամ հարցազրույցում, թե ինչպես է նրան հաջողվել Արարատին սարքել չեմպիոն, նա իրեն հատուկ համեստությամբ պատասխանեց, որ ընդամենը չի խանգարել խաղացողներին խաղալ իրենց խաղը։ Այս իրադարձությունը մինչ օրս, որը հպարտություն է առաջացնում յուրաքանչյուրի սրտում, լեգենդար է հայկական ֆուտբոլում։ Իհարկե Հայաստանի Արարատ թիմը հանդես է եկել նաև եվրոպական շատ առաջնություններում, շատ անգամներ ցուցաբերելով հրաշալի խաղ, փայլուն խաղ, բայց այս ոսկե դուբլի անունը մինչ օրս շոյում է մեր ականջները։
2016-ին Հրազդան մարզադաշտի հարևանությամբ տեղադրվում է արձանախումբ ի պատիվ ԽՍՀՄ գավաթի հաղթող երկրի չեմպիոն կոչման արժանացած ոսկե դուբլի հեղինակ Արարատի ֆուտբոլիստներին։ Այսօր աշխարհում ըստ FIFA-ի տվյալների շուրջ 250 մարդ ֆուտբոլ է խաղում, որից 20 միլիոնը կանայք են։ Հարգելի հանդիսատես, անկեղծ ասած, այսօր այլ թեմայից պիտի խոսեի, եթե մի դեպք տեղի ունեցած չպարտավորեցներ ինձ անպայման նկարահանել այս տեսանյութը։ Իր կյանքի 100-րդ տարելիցին մեզանից հեռացավ աշխարհահռչակ մեծություն Նիկիտա Սիմոնյանը և ամբողջ աշխարհի հետ մենք էլ ցավում ենք նրա կորուստը։